Սելին մնացական Թե ինչպես կախարդանքն անցավ, հեքիաթ, իմ թե ինչպես եղավ հեքիաթների գրքից, կար ու չկար, կար կախարդանքը, ասպետը կար ու չկար, քանի որ կախարդված էր, նա ապրում էր օվկիանոսի մեջ տեղում, կղզու վրա, չար վհուկը ասպետին կախարդել էր, նա պետք է ապրեր կղզու վրա, շրջապատված փերիներով, որոնցից մեկը նրա հարսնացուն էր, կախարդանքը կանհետանար այն ժամանակ, երբ նա գուշակեր, թե փերիներից որն է իր հարսնացուն, իսկ եթե սխալվեր, սարդ կդառնար, կապրեր օվկիանոսի մեջ, նրա պատմությունը կար ու չկար, ասպետը շատ էր ուզում ճիշտ գուշակել, բայց և չէր ուզում սխալվել, երևի այդ պատճառով զգուշավոր էր, նրա խնդիրը շատ դժվար էր, փերիներն իրար շատ էին նման, կարծես հատուկ սարքով նրանց կրկնօրինակել էին, ամեն առավոտ կյանքը սովորական էր, իսկ երբ մութն ընկնում էր ու փերիներն անհետանում էին, ասպետը մնում էր օվկիանոսի մեջ տեղում, մենակ, իր անքնության ու մտքերի հետ, գիշերը երբ շրջում էր կղզու վրա, ուր միայն իր տնակն էր, խոսում էր աստղերի հետ, աստղերը միայն լսում էին, չէին պատասխանում, երբեմն ասպետին թվում էր, թե նրանց շարվածքից պատկերներ էին առաջանում, նա չէր հասկանում այդ պատկերների կապն իր հետ, բայց նայում էր երկար, սևեռուն, մինչև սկսում էր լուսանալ ու երկնքի մութը ցրվում էր նրա բնակիչների հետ, բարև, լուսեիմ կղզյակ, ինչպես դու էլ ես կախարդված, ասպետը հաճախ էր երազում տեսնում վհուկին, նա ասում էր, որ հանգիստ չնստի, փնտրի, փնտրիր նրան, ասպետը փնտրում էր, բայց վախենում էր սխալվելուց ու լռում էր, նա գիտեր, որ եթե կախարդանքն անցնի, կյանքը նորից առաջվանը կլինի, նորից կվերադառնա ծնողների մոտ, բայց ոչ մի հուշող բան չկար, նույնիսկ նավերը ծովում ունեն փարոսի լույսը, որ չմոլորվեն, ասպետը շատ էր փնտրում, մի օր նրան թվաց, որ փերիներից մեկի աչքերը տարբեր էին մյուսներից, ուրեմն դա նա է, մինչ այդ նրանց բոլորի աչքերը միանման էին, նա բռնեց այդ փերու ձեռքը, բայց ոչինչ չկատարվեց, ավելի ճիշտ, նրա հետ կատարվեց այն, ինչից նա այդքան սարսափում էր, նա սարդ դարձավ, ասպետն այլևս չկար, կար ու չկար, իսկ կախարդանքը կար ու ավելի էր խորացել, ինչ էր անելու, միթե ընդմիշտ ապրելու էր ջրում, առաջվա նման ցերեկը փերիների հետ էր, միայն թե ջրում, իսկ երբ գիշերը նրանք հեռանում էին, կղզու վրա էր բարձրանում, նա էր ու աստղազարդ երկինքն իր բնակիչներով, ողջ գիշերը սարդը լվանում էր կղզին, այդպես էր գրված կախարդանքի գրքում, չգիտեր, երբ այդ բոլորը կավարտվեր, տեսնես ինչու էր վհուկը այդ չար կախարդանքն արել, ինչու էր պատժել, ապրում էր առաջվա պես, սպասելով հրաշքի, իսկ հրաշք կար, այն կախարդանքի հետ էր, հրաշքները կատարվում են, երբ պահը գալիս է, մի գիշեր, երբ նստած էր օվկիանոսի ափին ու մտածում էր, հանկարծ ծովից ձայն լսեց, հավաքիր ափի խխունջները, դրանցից հյութ պատրաստիր, տուր բոլոր փերիներին, միաժամանակ, նա ով չի խմի, իրական է, սարդը չէր հավատում ականջներին, միթե կա մեկը, ով ուզում է օգնել իրեն, հեքիաթի շարունակությունը, թե ինչպես եղավ հեքիաթների գրքում